Պարոն Պետրոսյան, խորհրդարանական ընտրություններից հետո հայ-ադրբեջանական առաջին շփումը եղավ Դիլիջանում Հաջիևի եւ Գրիգորյանի մասնակցությամբ, ըստ ձեզ ինչ ազդակներ կան առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված։ Կարծում դեռևս որոշակի ժամանակ ուրեմն կողմերի մոտ կշարունակվի այդ գուցե անորոշ, գուցե սպասողական կեցվածքը պայմանավորված Հայաստանում իշխանության վերջնական ձևավորմամբ եւ իհարկե նաեւ ամառային ամիսների հանգամանքով, որովհետեւ սովորաբար հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքական գործընթացները ակտիվ ցիկլում չեն գտնվում, հա, եւ արդեն աշնանը բնականաբար կարծում շատ ավելի ակտիվ գործընթացները առաջ կգնան, իսկ Հաջիևի այցը Հայաստան եւ Դիլիջան մասնավորապես խոսում է այն մասին, որ կամ ցուցիչն է նրա, որ ադրբեջանական կողմը նման կերպով ցույց է տալիս, որ հակված են խաղաղության գործընթացին եւ հաշվի առնելով ընտրությունների արդյունքները պատրաստակամ են շարունակել ուրեմն տարբեր հարթակներում եղած պայմանավորվածությունների կատարում, այսինքն process-ը ամբողջ իր ուրեմն շերտերով ընթացք տալ արդեն հարմար ժամանակահատվածին, ինչպես արդեն նշեցի, դա ենթադրաբար արդեն սեպտեմբեր ամիսը կլինի։ Ըստ ձեզ առաջինը որ ուղղություններով առաջխաղացում կլինի, օրինակ սահմանազատում կամ Թրամփի ուղու առումով։ Դե պետք է ֆիքսել եւ այդ մասին մշտապես պետք է խոսել, որ Թրամփի ուղին առաջին հերթին դա Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված պայմանավորությունների հիման վրա նախագիծ է եւ երկում դա առաջ պետք է մղվի եւ ադրբեջանական կողմը այստեղ մեծ հաշվով անելիքներ չունի, այս մասին մշտապես պետք է խոսվի, պարզապես պետք է նշի, որ այս նախագծով Ադրբեջանը ունենալու է որոշակի բնականաբար հնարավորություններ, այդ թվում ուրեմն կապը Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև։ Քննիփի մասով բնականաբար առաջնահերթ են Միացյալ Նահանգներ եւ Հայաստան շփումները։ Այլ հարց է, որ նույն թրիփի իրականացման հետ կապված, նույն այդ Նախիջևան Ադրբեջան կապի հետ կապված պետք է լինի հստակ սահմանազատում, այսինքն ուրեմն անհրաժեշտ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, սահմանակետերի ստեղծում եւ այլն եւ այլն։ Եվ ընդ որում ոչ միայն թրիփ աշխարհագրական տարածքում, այլ նաեւ ուրեմն Հայաստանի Ադրբեջանի տարածքով Արարատի մարզից դեպի Սյունիքի մարզ, այսինքն Արարատից Մեղրի այդ կապի ապահովման համար։ Այսինքն այստեղ տրամաբանականն է, որ սահմանազատման գործընթացը ինքը պետք է առաջնային լինի։ Դրան զուգահեռ իհարկե չեն բացառվում, որպեսզի ավելի ակտիվ փուլ գնան եւ նոր պայմանավորություններ ձեռք բերվեն տնտեսական հարաբերությունների ուրեմն աշխուժացման տեսանկյունից եւ իհարկե ադրբեջանական այսպես պայմանը դեռևս շարունակում է մնալ եւ խոչընդոտել process-ին, խոսքը խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի մասին է եւ քանի որ այս պայն հնարավորություն չկա սահմանադրական այդ նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն իրականացնելու, բնականաբար չեմ կանխատեսի, որ ասենք խաղաղության համաձայնագրի ուղղությամբ կարող են զարգացումներ տեղ ունենալ։ Ավելի շատ երկկողմ, գուցե ոչ ֆորմալ մակարդակում շփումներ, նոր պայմանավորություններ եւ այլն եւ այլն։ Ավելի առարկայական երևի թե սահմանազատման շրջանակում։ Խաղաղության համաձայնագրի մասով հնարավոր է Միացյալ Նահանգներից լրացուցիչ ջանքեր գործադրվեն, որովհետև Թրամփը կարծես թե կցանկանա, որ վերջնական պայմանագիրը կրկին Միացյալ Նահանգներում ստորագրվի։ Նախ Միացյալ Նահանգների ջանքերը պետք է ուղղվեն Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա ճնշում գործադրվելու ուղղությամբ, որպեսզի նրանք այդ պայմանից հրաժարվեն։ Ես առայժմ չեմ տեսնում հակվածություն կողմերի միջև, որպեսզի ադրբեջանական կողմի մոտ, որպեսզի եւ իհարկե նաեւ Թուրքիայի հետ կապված, որպեսզի իրենք ավելի արագացնեն process-ը։ Ես նման հակվածություն չեմ տեսնում։ Այլ հարց է, որ Միացյալ Նահանգները կարող է դրականորեն ազդել process-ի վրա երկկողմ ինչ որ օրակարգերում
ինչ որ նոր հնարավորությունների, նոր համագործակցությունների միջոցով շահագրգռելով Ադրբեջանին դրդել, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց պայմանից։ Դա հնարավոր տարբերակ է։ Բայց այս պահին դա կլինի թե ոչ, չեմ կարծում, որ մեծ հնարավորություն կա անգամ այս ուղղությամբ, շատ պարզ պատճառով, նախ առաջինը Միացյալ Նահանգների համար այս պահին շատ ավելի կենսական խնդիրներ կան, իսկ առաջինը այդ առումով բնականաբար Իրան-Միացյալ Նահանգներ կոնֆլիկտն է, իսկ երկրորդը կարծում եմ, որ այս կոնֆլիկտի շուրջ որոշակի արդեն պայմանավորությունների առկայության դեպքում եւ համաձայնությունների առկայության դեպքում կարծում եմ Միացյալ Նահանգները ավելի շատ կենտրոնա ուկրաինական ճգնաժամի վրա, ուկրաինական պատերազմի վրա, չնայած որ էլ իրենց ուշադրությունը Հարավային Կովկասում շարունակելու է մնալ, բայց չեմ կարծում, որ այն աստիճանի, որ իրենք շատ մեծ ներգրավվածություն ու ջանքեր ներդնեն եւ փորձեն ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշման վրա։ Կան պնդումներ, որ Միացյալ Նահանգները Իրան այս վերջին պայմանավորվածություններից հետո թրիփը երկրորդ պլան կարող է մղվել։ Կարծում հակառակը թրիփի իրականացումն արդեն ավելի առարկայական կարող է դառնալ, այսինքն իրանական կողմը հազիվ թե ուրեմն շարունակի իր ոչ միանշանակ դիրքավորումը թրիփի հետ կապված, քանի որ մասշտաբես գոնե քաղաքական մակարդակում, դիվանագիտական մակարդակում հայտարարվում էր, որ Թեհրանը դեմ չէ նախագծին, եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կա համաձայնություն, բայց միևնույն ժամանակ գոնե առանձին պաշտոնյաների կամ վերլուծաբանների մամուլի միջոցով անդադ ակնարկում են, որ իրեն շահից չի բխում թրիփը եւ հիմնականում ակնարկելով Միացյալ Նահանգների կամ Իսրայելի ներգրավվածության հնարավորությունների մասին։ Իրան Միացյալ Նահանգներ համաձայնության պարագայում կարծում եմ այս դիրքորոշումը կարող է փոխվել եւ դա միանշանակ դրականորեն է ազդելու նախագծի ընթացքի վրա, սա հստակ կանխատեսելի է եւ բացի այդ իրանական կողմը կարծում որ այս պրոցեսներից հետո եթե իհարկե չխաթարվի կարգավորման գործընթացը ավելի դրականորեն է փորձելու վերաբերել եւ նաեւ փորձել է ինքն փորձել է իր օգուտները տեսնել այս նախագծի հետ կապված դրանով նպաստելով ընթացքին շատ ավելի կանխատեսել է ռուսական կողմից որոշակի խոչընդոտների հնարավորությունը դա պայմանավորված է թե իրավական կարգավորումներով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դրանով պայմանավորված եւ իհարկե ուրեմն Հարավկովկասյան երկաթուղիներ այդ ընկերության կողմից Հայաստան Հանրապետության երկաթգծերի տնօրինման հանգամանքը հաշվի առնելով եւ տարբեր այլ քաղաքական առաջնահերթություններ, բայց իրանական կողմից կարծում եթե դրական այս ընթացքով շարունակվի process-ը, ապա կարծում որ իրանական կողմից աստիճանաբար փուլ առ փուլ դիրքորոշման փոփոխություն ակնհայտ կլինի։ Թուրքական իշխանամետ լրատվականներից մեկը Յենի Սաֆակը գրել էր, որ առաջիկա ամիսներին դրական տեղաշարժ կլինի Մարգարեի անցակետի բացման մասով, նաև նշել էր $1 միլիարդ շրջանառություն կարող է լինել, կարող ենք տեսնել այդտեղ ինչ-որ բան։ Ես շատ լուրջ չեմ վերաբերի թուրքական մամուլի տարածած տեղեկություններին, որովհետև արդեն ավելի քան 1 տարի է թուրքական մամուլը անընդհատ խոսում է այս մասին, ավելին ասեմ ընդդիմադիր մամուլն ու ընդդիմադիր փորձագետները հակառակը շատ ավելի այսպես ջանադրամբար են խոսում այս խնդրի լուծման մասին, սահմանների բացման մասին եւ նրանց համար անընդունելի է, որ Թուրքիայի պես պետությունը կարող է ենթարկվել Ադրբեջանի շանտաժին եւ Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել ուրեմն Ադրբեջան-Հայաստան հարաբերություններով, բայց ինչպես տեսնում ենք դեռևս հունվարին էր, հետո մարտին էր ինչ որ կոնկրետ քայլերի մասին գրում, բայց որևէ առարկայական բան այդպես էլ տեղի չունեցավ, իսկ թուրքական պաշտոնական դիրքորոշումն այն է, որ կարգավորումը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով է պայմանավորվելու, այսինքն եթե
Հայաստանը Ադրբեջանը կգան վերջնական համաձայնության, Թուրքիան եւս կարգավորի։ Իսկն այս ուղեգծից շեղման, կարծես թե հնարավորություն այս պահին չի եղել։ Իսկ մամուլի գրածները գուցե նաեւ ընդհանուր տրամադրությունների վրա ազդելու ուղերձներ ինչ որ շրջանառելու եւ նաեւ հայաստանյան հասարակության վրա գուցե ազդելու, միջազգային դերակատարների վրա ազդելու նպատակներ են հետապնդում, բայց բովանդակային առարկայական մաս գոնե այս պահին չեմ տեսնում, որտեղ կրկնեմ խորքային արմատական փոփոխություններ չեն արձանագրվել, որոնք կարող են ուրեմն նպաստել, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։